Եվ հեռանում է Մոհամեդ Լամին Ֆոֆանա, այլևս փոփոխության հնարավորություն չունի։ Խաղում է Մայց Օբինան է գնդակով փոխացում կենտրոն եւ հաշիվը հավասարվում է 1-ով։ Եվ հենց նա փոխարինման դուրս գալուց ակնթարթներ անցկալվեց ու վրցած Լուլուկյան Օբինա ինչ վտանգավոր արված էր։ Ինչ թվում է խաղալու էր։ Այդպես ցույց տվեց Նալբանդյանը, հիմա տեսնենք ինքնապատկերը, այո։ Կազից Բերտեն և Գանձասարի ֆուտբոլիստները ոչ մի կերպ չարձագանքեցին, նույնիսկ ցուցադրում Բերտեն երկրորդ կեսում, Օբինա, Կանտե անմիջապես փոխել խաղի ընթացքը Արարատ Արմենիան, բայց որ այդքան արագ ամեն ինչ Սակսի համար խնդիրներ ստեղծել Օբինա զգացվում Կրկին Օբինա լավ է աշխատում այստեղ Օբինան և Սակը միջև Տուգանան հրապարակ հաստրեց և խառնաշփոթ ստեղծվեց այնտեղ Հիմա նույն պատկերն է, բայց եզրափակ չի տալիս Գիտաստանը Բանը հակագրոյել հնարավորություն ունի Էմանուել Օբինա Որքից եկան խաղընկերները, բայց ինքները տեղի ասել, որ այս թիմի հարցակողական պոտենցիալը անհամեմատ ավելի բարձր է, քան մենք այսօր տեսել ենք Ուատարա, փոխանցում աչ Օբինա դեպի Դումբյան ուժեղ էր փոխանցումը, բայց Օբինա փոխանցում կենտրոն Սիդամոնիձեն անում է գնդակը վախենա ասել Արարատ Արմենիայի և Ցելիայի միջև տարբերությունը հավատացեք այնքան չնչին էր, որ հայկական ակումբը կարող էր շարունակել պայքարը և կենտրոն Օբինա Դիլինեն հարկում է Արարատը Լուլուկյան Օբինա Լուլուկյան փոխանցում Ջակին կխաղա կամ աչից կամ շաղոյակ չկա այլ տարբերակ Վանի համար շատ քիչ են այսօր միջոցները որով հնարավոր է Նախորդ խաղում դա չաշխատեց մարզիչն դժգոհ էր մնացել թիմի ելույթից Տեսնենք հիմա ինչպես տոնում Արարատի կազմը Ադել Անզիմատի Աբուդու Մալիկ Բերտե Վոլոդիա Սամսոնյան